Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրվարույթով հիմնավորվել է, որ Սևանի բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տնօրենը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված խոշոր չափերի գույքի հափշտակություն, ինչպես նաև խմբի կազմում փաստաթուղթ է կեղծել։ Մասնավորապես պարզվել է, որ վերը նշված բժշկական կենտրոնի տնօրենը 2022-ին աշխատանքի է ընդունել իր մտերիմ անձին, ով սակայն նշված ժամանակահատվածից մինչև 2024-ի նոյեմբերը ընդհանրապես աշխատանքի չի հաճախել եւ իր աշխատանքային պարտականությունները չի կատարել։ Նախաքննությամբ հիմնավորվել է նաեւ, որ տնօրենը նույն բժշկական կենտրոնի աշխատակցի հետ նախնական համաձայնությամբ վերը նշված անձի աշխատանքի հաճախելու վերաբերյալ կազմել է կեղծ փաստաթուղթ, որի հետևանքով ԲԿ-ի բյուջեից որպես աշխատավարձ ավել է վճարվել 2.238.745 դրամ գումար։ ԲԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով եւ 457-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարժման կասեցումը։ Տնօրենի մտերիմ անձին եւ ԲԿ-ի աշխատակցին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով։ Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 2.238.745 դրամ վնասը ամբողջությամբ վերականգնվել է։